աղջիկը 12-13 տարեկան ճանաչվել է տուժող, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած բոզի տղեն, ոնց է գտնվում ազատության մեջ։ Ընկեր Աննա Վարդապետյան հանդես է գալիս որպես երեխաների պաշտպան, օմբուդսմենի հետ միասին, հլը մեթը մեկին փոքրիկ նավագ է երկում, սես բաներ է գանը, մանկատներ, խարբերտ, մարբերտ, բայց եկա անասուն, բռնե 12 տարեկան շինը գցե բնմիան, ով պիտի շինի սրան, օրենքը չի շինում, ծնողը չի շինում, մսմատաղու հետ չեմ եղել, երբևիցե ասում եմ չես եղել ավանգարդ միջոցառումը գնա եղի, ուսենք եթե տենում ես, որ օրենքը որոշի բան չի անում, ուրեմն ավելավա նույն ձևով պատժել այս բոզի տղուն Արման Սահակյանին, նույն ձևով ինքը թող գնա վեկալի բռնի մի տե դոմփի, քեթա կբողոքի, թույթա բողոքի, ինքի մեր երեխունա շինեք, ես էլ իան։ Շինենք իար, ապրենք ուրախ ու երջանիկ։ Էս էլ լոզունգը։ Օրենք չկա, կատեգորիկ, աբազ։ Ես հուսամ, որ Աննա Վարդապետյանը անպայման այսօր կծծցնի Շիրակի մարզպետ Դադախազ Չիչոյանին։ Ուրեմն քանի որ մտանք Շիրակ, Արտիկի ղեկավար Անանիկ Ոսկանյան, քանի որ ես չգիտեմ այս ինֆորմացիան եթե մուտիտ է, ով է մուտիտը գցե, բայց ես նկատեցի, որ Արտիկի Թաղապետարանը, համայնքապետարանը ինչ է հերքեց, ասեց որա այդ հայրենական պատերազմի հուշապատը, քանդելը, մեմորիալը եւ այլն, դիք մուդիտ է։ Ուրեմն Անանիկ Ոսկանյան, նախ շատ անմխիթար վիճակում էր գտնվում ձեր հայրենական պատերազմի հուշապատը։ Դիք մեկ դիտողություն։ Երկրորդը, ես մարդավարից զգուշացնում եմ, որովհետեւ ես գիտեմ Շիրակի մարզի, նամանավանդ Արտիկ, Լեննագան, Ղուկասյան, ադոնց մտածելակերպը Ատոնց մոտեցումը ժողովրդի։ Վայն եկավ տարավ մեկին, որ մեկն ընկավ իմ քրդաբը։ Էդիկ արդեն վсё։ Կարա տուն տեղ ծախի Լենագանից կամ Արտիկից այդ այնքան ձեր կառնեն կմեռնի։ Տամար Մարտավարի գսեմ Անանիկ Ոսկանյան հանկարծ ձեր մտքով չանցնի կապնել որևիցե մի հուշապատի։ Կապ չունի հայրենական պատերազմը, մեծ եղեռնա եւ այլն։ Այդ հայրենական պատերազմին իմ երկիրը 300,000 զոհա տվել։ 300,000 եւ չի կարող ծնվել որևիցե մի բոզի տղա, ով փորձի խաչքաշել այդ 300,000-ի վրան։ Իսկ այդ բանը հուշապատը վերանորոգեք, ոնց ուզում եք։ Ուրեմն Շինանյութի Սերգեյ Մանուկյան, Անդո, գրա, այսօր գլուխը չի ցավում։ Ուրեմն Փարաքյարի Տոյոտայի կողքի կազինոյի տարածքը պատկանում է Սերգեյի հարազատ եղբորը։ Ասիկ մեկ։ Լևոն Սահակյան, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ՑԲ, ընտրվել է ազգային ժողովով, բնականաբար, չունենալով բանկային աշխատանքային փորձ։ Հիմա ոնց որ ես գնամ եւ ընտրվեմ Կենտրոնական բանկի նախագահ։ Պոզիտիվություն չի, բա ինչա։ Ոչ բանը ֆինանսիստ եմ, ոչ բանկեր եմ, ոչ երբևիցե աշխատել եմ այդ համակարգը։ Ով ուզը բրթեմ առաջ ու ամենակարևորը ոչ մասնագետ ոնց որ օրինակ այսօր այդ բանը պասպորտ վարչության այդ էմիգրացիա միգրացիա վարչության բանը պետը մի հատ բանա դլո նախքին լրագրող դլո ինչ վիճակի մեջ անձնագրային նա այսօր նույն վիճակի մեջ Հայաստանի Հանրապետությունն է որովհետև մեր ղեկավարն էլ նախքին լրագրող նա բանը չէ վապշե կրթություն չունեցող երևույթ մե բոզի տղա Ալենի մոտիկ ընկերն է, այսինքն Ալեն Սիմոնյանը բերել է մոտիկ ընկերոջը նշանակել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Հիմա էլ ուզում է դառնա Կենտրոնական բանկի տնօրեն։ Այն Կենտրոնական բանկի նախագահի ոտի տագնապորը։ Շինանյութի Սերգեյի աշխատակիցն է եղել։ Այս Լևոն Սահակյան բոզի տղեն։ Նախկին։ Так, մասնակցել է պատերազմից հետո այս Լևոն Սահակյանը, տեսեք, այսօր ասում եմ նույն խերը գլուխն են, մեկ էլ բանը չկողնորոշված է, ստիցնդե վազեն, ընդիցնդից վազեն։ Պատերազմից հետո մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի ցույցերին։ Լևոն Սահակյանը, օրինակ ազգային անվտանգություն է կոչվում։ Ախր սա խնդիրը կայանում է նրանում, որ նախ այն որ Նիկոլա Բոզի տղա է, դա գրուպ պետչատուկ, դրա մասին ոչ մի խոսք, հոգեկան Իվան Դավաճան եւ այլն, բայց այնքան Բոզի տղա է, որ
լուսնային տարիներով է հեռու երկիրը կառավարելուց։ Օրինակ, եթե ես հեռու տնից տեղից ես վերցնեմ այդին վրա, ես երկրի վարչապետ լինեմ, նու բանով Նիկոլա նման, տենց ասեմ, դամար հեռու տնից տեղից։ Ու հանգարց, կամ ինչի Նիկոլա նման, вообще վարչապետ լինեմ, ու հանգարց իմ ածն աշկ փագի կամ չնկատի ազգային ժողովի ինչ-որ կողմից ընտրված մի տեխնացուի գործնեության վրա, հետո պարզվի, որ այդ ազգային ժողովով ընտրված տեխնացուն, կապ չունի որտեղ ընտրվել, ընտրված տեխնացուն եղել է իմ քաղաքական հակառակորդի աջակից, իմ քաղաքական հակառակորդի ճամբարից, ոնց որ օրինակ Լևոն Սահակյանը, ու գնացել է ավելին քվյարկել է իմ քաղաքական հակառակորդի օգտին ու հիմա ես իան բերեմ նշանակում եմ ՑԲ-ի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ եւ այլն, ես իմ KGB-ի մինիստրին, բոլորին կազատեմ աշխատանքից։ Եթե չդատեմ, էդի լավ է։ Հիմա ասեմ հասկանա ո՞նց հաստատել որ Ռոբերտ Քոչարյանին ձայն տվողը, Ռոբերտ Քոչարյանի միտինգներին մասնակցողը, եկե դարել է ազգային ժողովն էլ ընտրել, ասել է արի նստի ՑԲ-ի խորհրդի անդամ։ Պլյուս գոյություն ունի օքեյ կրեդիտային կազմակերպություն, որը եւս պատկանում է Շինանյութի Սերգեյ Բոզի տղուն։ Հիմա սրանք սրան բերել են ՑԲ, որպեսզի կարողանան, այսպես ասած, որոշ հարցերով ծածկական փոցանի, հարկերա, տուրքերա, խաղերտա եւ այլն օգնի իրանց կրեդիտային, կրեդիտային կամպանիային։ Ու միջոցով են արել Ալեն Սիմոնյան։ Ալեն Սիմոնյանը հակա իշխանական քայլ արելա, ազգային անվտանգություն էս Բոզի տղությունը նկատելա, հարցի պատասխան չկա։ Սրա պատասխանը պիտի տան գերաբազը արդեն Նիկոլ Ղախպի տղուն, եթե իհարկե Նիկոլ Ղախպի տղեն էս հարցը կտա։ Աստեղ ես խորապես խորոփած ունեմ, էսի սրա մարդնա, Ռոբիկի մարդն եկե մտելա ԿՊ-ի մարդը գնացելա Ռոբիկի մոտ, մենե նա էտա փոխուի։ Հարցի խնդրեմը կայանում է նրանում, որ Շինանյութի Սերգեյ Ղախպիս տղեն բերելա ցելի պետական ապարատով, այսեց ազգային ժողովով, վնե չէ որ տայել է մի հատ նախարարի փողատվե նշանակելա։ Ազգային ժողովով իա պորնիկի ծնունդին ասկսրե, բերելա ՑԲ-ի ղեկավար, որ օքեյ, վարկային կազմակերպությունա, կրեդիտային Բոզի տղությունա, այդ օկան սա ֆինանսական հարցերը, մախինացիաները եւ այլն կրիշ ունենա կենտրոնական բանկում, որ իա օքեյ հարցերը լուծի։ Էս է խնդիրը։ Թե չէ ռոբիկականները ընտրեցին նիկոլականներին, նիկոլականները ռոբիկականին, տո նրան էլ լակերովնի դագաղը դնեն, նրանց ինկրի դագաղը դնեն, նրանց սաղին թուրքեր տնով տեղով ծծցնեն։ Հարցը էս է, որ մի հատ օլիգարխ այս սենց փողերը բաժանելով իա մարդուն բերես դրելա ՑԲ ու սա կոչվում է պետական ապարատ։ Կողեմ սենց պետական ապարատ։ Հեսա մենք ես հաղորդման ընթացքում մի քանի անգամ կկողենք պետական ապարատ։ Ուրեմն Գուրգեն Յուրիկի Մարտիրոսյան, Քավարա քաղաքապետն, այ մարդ մեկի մի հատ ես կպնում ես թեթև։ Շո քակի հոտ ընկնում։ Սկսում է գալ, ինֆոնս ես գալում։ Պարչկո։ Ուրեմն ուրա, հեսա։ Հակակոռուպցիոն ծածողներ, լսում եք ստեղ։ Это մեր քավարա։ Մերոպը։ Գապել հրեշտակը ծնգծրեց։ Աշկից մեկի վրա մի բան եկավ։ Ահա, բավոր ասում եմ, քրիստիկի գրասենյակը կողած ունի լուբոյ հետախուզական ծառայություն։ Մալադես քրիստիկ, մեդալ։ Ալենը դոմփումա Քոչարյանի ցուցակի 3-րդ համար Աննա Գրիգորյանին, որի ամուսնուն տեղավորել է օքեյում։ Դլո, տենը մեկ ինչա դլո։ Կան այն լրիվ են կարգի սերիալն է։ Այն որ ասում են պատմում որ հակնում եմ այդ ինքն է։ Խնդրեմ, կան դոմփում մարդուն աշխատանք տալու։ Ինչ անը մեթիկա մսի կտոր։ Դլո, ինչա նշանակում դլո։ Դլո դա առանձնակի սեռական օրգան է,
որը գտնվում է երկու ազդրերի միջնամասում, իրենից ներկայացնելով մի փոքր անցք, որը շրջապատված է սեռական շրթերով։ Սեռական շրթերը, երբ որ բացվում են, երևում է այդ անցքը, որը ամեն պահի ունի համապատասխան ջերմաստիճան, խոնավություն եւ չորություն, սիրելի երեխաներ։ Դլոն այն օրգանն է, որը հնարավորություն է ընձեռում այն կրողին իրականացնել անհատ ձեռներեցություն կամ գերագույն դեպքում ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը թույլ է տալիս այն կրողին ունենալ եկամուտ եւ գերշահույթ առանց ապրանքը կորցնելու կամ փչացնելու։ Ապրանքը մնում է ձեզ մոտ, բայց դուք այդ ապրանքով, այսինքն դլո, ստանում եք անչափ, անթիվ անհամար ֆինանսական, նյութական, բարոյական օգնություն։ Միակ բիզնեսի տեսակն է ամբողջ աշխարհով մեկ։ Երբ որ վաճառված ապրանքը մնում է քո մոտ, պլյուս եկամուտը։ Ահա դա նշանակում է դլո։ Համ մարդունա գործի տեղավորը, համ տունակուտ, ու տենց բրի։ Դլոն բնակարան է տալիս, դլոն յաշիկ է տալիս, դլոն կացություն, շուպ, էտապուխ, ամեն ինչ է տալիս։ Ահա թե ինչ է նշանակում դլո, սիրելի ուսանողներ եւ երեխաներ։ Կրեք դլո, այն եկամտաբեր է։ Այսակյան մսի կտոր, դաչ, և դու օլիգարխ ես։ Ուրեմն, Գուրգեն Յուրիկի Մարտիրոսյան